ոնց որ խաղաղության աղավները, հենց ձեր ճախրանքը, ձեր թռիչքը, ձեր գորգի վրա գտնվել է հենց այդ խաղաղության նշանը։ Եվ աշխարհում չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ ձեր մրցումների ժամանակ նման գնահատական չտա։ Խաղաղության աղավներ, հետևաբար ձեզ նման աղավներ մեզ շատ է պետք։ Ես սրտան շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ անպայման ցանկանում նոր բարձունքներ եւ նոր բարձունքներ թող միշտ անպայման նեցարեք, որ դուք միշտ հաղթանակած վերադառնաք, դրանով ուրախանալ են բոլորս։ Շնորհակալություն մեր մարզիչներին, ապրեք, որ կարողացաք այս կարճ ժամանակում մարդկանց նաև քրտնաջան աշխատանք դասավորել, վերում այդ ամենին ասում։ Ունենք մարզադպրոցներ, ունենք կառույցներ, որոնք 50 ամյակ են նշում, բայց 50 տարիների ընթացքում ընդամենը այո, նպաստել են ֆիզիկական դաստիարակությանը, նպաստել են սպորտի մասսայականացմանը, մատակսերնդի դաստիարակությանը, բայց դեռևս ցուցանիշներ չեն տվել, բայց մենք կարճ ժամանակում ընդհանուր արդեն 5 տարի պատմում։ Սյուզեն 3 տարի եւ 4 տարի։ Հիմա այդ ճկունությունը նաև sense մի բան կա, ասենք երկաթը տաք վիճակում է կարող, որտեղ իր ֆունկցիան կարողանաս տակածնից հետո։ Հիմա նույնը դուք ինչի եք հաջողվել, հիմա փոքր հասակից եք մարզաձևով զբաղվում եւ արդեն ձեր կրճիկները այն աճի սեզոննա այն ժամանակն է, որ արդեն կանացնված դուք սկսում եք ոսկրանալ։ Այդ ոսկորը արդեն չի այդ ճկունություն չի։ 3 հոգի էին, ամենալավ երեխաներն էին ընդգրկված, սակայն այս մրցումները 2004, 2005, 2006 թվականին ծնված մարզուհիները միասին էին իրար հետ մրցում, ամենաբուջուրը մեր երեխային էր 2006 թվականին ու 2005 Եվա Հարությունյանը շատ փոքր չին հաշվարկոս եւ անդուս մնաց ֆինալից, սակայն Սյուզանը մտավ ֆինալ ու գրավեց 3-րդ հորիզոնականը։ Շատ դժվար էր այս մրցաշարը, ուզում եմ նշեմ, որ նրանից շատ գոհ էին, ճիշտ է 3-րդ տեղն է գրավել, սակայն նրա արդյունքները, նրա կատարած վարժությունները անսխալ էին։ Սա առաջի դեպքն է, որ Հայաստանի առաջնությունը առաջի անգամ մասնակցում Հայաստանի Հանրապետության մրցաշարին փոքրերը։ Հույս ունեմ, որ մյուս տարի ավելի բարձր նվաճումների կհասնենք, բայց այս 3-րդ տեղն էլ մեզ համար մեծ նվաճում էր։ Առավել ևս, որ նա Իրանից մեծերի հետ էր մրցում ու արդեն 2 տարի մեծ փորձ է։ Եթե նրանից 2 տարի մեծ մարզուհի էր մասնակցում, դա արդեն մեծ փորձ է։ Իսկ դուք որպես մարզիչներ տեսնում եք Իրան մեծ ճանապարհներ։ Տեսնում եք շատ բարձր նվաճումների վրա եւ այն էլ շատ գովեցի Գևորգյանին մեզ հովանավորելու համար մեր գեղեցիկ ծնողներին, որ հագուստները շատ գեղեցիկ ձևով կարում են, գործիքները բերում են, մեր ծնողների ջանքը շատ մեծ է մեր սպորտում։ Որ կարողանանք միասին աշխատենք, որովհետև հիմա արդեն քաջարանը ունի նենց մարզուհիներ, որ կարող են Եվրոպայել, աշխարհել ընթացքում ներկայացնեն։ Հայաստանի մեջ շատ ուժեղ մարզուհիներ են, մեր մարզուհիները, սակայն պետք է լինի այդ համախմբվածությունը մինչև վերջ բոլորի կողմ։ Սպասում ենք, որ մարզիչները հեսա կզանգեն եւ զանգում էին լավ լուրով։ Այս վերջի մրցումները անհամբեր սպասում էին, ընկերին գազանգից ուրախություն ֆլացում էր։ Ասում էր մալադեց, Սյուզանան, ես հաշվում եմ Հայաստանում առաջին տեղը, 3-րդ հորիզոնական էր գրավել, բայց ասում ես հաշվեցի, որ ինքը Հայաստանում առաջինն է։ Ինքը իր մեծերի հետ էր մրցում, մրցակիցները մեծեր էին, իր տարիքից մեծերն էին։ Շնորհակալություն եմ հայ ընկերին Գային, ընկեր Լիլիթին, մենք մեր երեխաների հետ չենք գնացել երբևիցե։ Մեզանից շատ լավ են պահել երեխաներին այնտեղ, գոհ ենք, շնորհակալ ենք իրանցից, ծնողներից շատ լավ են պահել երեխաներին, երեխաները գոհ ու շնորհակալ են վերադարձել այնտեղից, որտեղ գնացել են, որտեղ մրցումների Ռուսաստանի Դաշնություն են գնացել, այնտեղից գոհ են եկել երեխաները, Գյումրի են գնացել,
Երևան գնացինք, վերջի մրցումները Երևանում կայացավ, Ծաղկաձոր գնացինք։ Ես այս անգամ Երևան մրցումներում գրավեցի 3-րդ հորիզոնականը։ Մրցումները շատ դժվար էին, ես մրցում էի ինձնից մեծերի հետ, 12 տարեկանների և 11-երի հետ։ Ինչ կարգի վարժություններ էին։ Օղակ, գնդակ, պարան, բեպե։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Գևորգյանին, որ մեզ աջակցեց Երևան մրցումներ գնալ։ Նրա շնորհակալություն եմ Ես եկել եմ շնորհակալություն հայտնում և տալիս։ հայտնում։